ասացած պարգևատրոնները եւ երեկվա այդ աղմկահարույց փաստաթուղթը, որ ուժ գաղտնի որոշման Նիկոլ Փաշինյանի ըստ այդ փաստաթղթի 3 միլիարդ տրվել է ասած նախ դուք ինչքան եք ստացել պարոն Պողոսյան որպես թե ես ինչքան եմ ստացել դա անձնական տվյալ է խնդրում եմ հարգանքով վերաբերվել անձնական հայտարարելու եմ սահմանված ժամկետում կհայտարարեմ այսինքն նայեք կան կառուցակարգեր հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը եւ դրան հավասարեցված եկամուտները ու նաեւ այլ այսպես կոչված հանրային հետաքրքրություն ներկայացնող տվյալներ հայտարարելու հրապարակելու համար կլինեն ես զուսպ մարդ եմ եւ մշտապես բավարարվել եմ իմ աշխատավարձով Չէ կարծեմ որ դա շատ մեծ գումար է այսքան որքանը նախ չգիտեմ ինչ 3 միլիարդի մասին եք խոսում հետեւաբար դա չեմ մեկնաբանելու իսկ իմ աշխատավարձի մասով արդեն պատասխանեցի։ Այսինքն ֆինանսների փոխնախարարը տեղյակ չի, ինչքան նաև բյուջեից դուրս գրվել պարգևավճարների համար։ Ֆինանսների նախարարի տեղակալը պատասխանատու է ոլորտային գործառույթների իրականացման խնդիրների լուծման համար։ Ենթադրում էի, որ դուք գիտեք, որ ես բյուջետային ծախսերով չեմ զբաղվում։ Ես այլ խնդիրների համար եմ պատասխանատու եւ հետեւաբար անկեղծ չգիտեմ ինչ 3 միլիարդի մասին եք խոսում ու հետեւաբար չեմ կարող մեկնաբանել այն։ Ըստ այդ գաղտնի որոշման փաստորեն փոխնախարարների 3.5-ից 4.5 միլիոն պարգևավճար են ստացել։ Ճիշտ է այստեղ եք։ Կրկնում եմ, ես չգիտեմ դուք ինչ գաղտնի որոշման ու ինչ բյուջետային ծախսի մասին։ Եթե հրապարակվել է, հրապարակողին խնդրեք թող մեկնաբանի։ Ես ձեզ ուղիղ հարցնում եմ, փոխնախարարները 3.5-ից 4.5 միլիոն Ես չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը։ Ես նույնիսկ չգիտեմ իմ գործընկերներ, ես նույնիսկ չգիտեմ իմ համակարգմամբ աշխատող ստորաբաժանման աշխատակիցները ինչքան են ստացել, որտեղ ես հարգանքով եմ վերաբերում իրենց անձնական տվյալների պաշտպանությանը։ Ես էլ ձեզ շատ ուղիղ պատասխանում եմ։ Այլ հարց ունեք։ 4.5 միլիոն դրամ հորինված է Ես չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը։ Երրորդ, չորրորդ անգամ եմ պատասխանում։ Այլ կարևոր Ես արդեն պատասխանեցի այդ հարցին, քանի անգամ էլ որ այդ հարցը տակ, ես նույն պատասխանն եմ տալու, որ իմ աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված կարգով կհրապարակվի, իդեպ խոստանում եմ, որ դա կլինի ոչ թե օրենքով սահմանված վերջնաժամկետին մոտ, այլ առաջիկայում, հենց որ ժամանակ լինի, անպայման հայտարարագիրը կլրացվի։ Տարօրինակ չի, որ իշխանությունը, պաշտոնյաները, փոխնախարարները բոլորը գաղտնի են պահում։ Այն իշխանությունը, որ խոսում է թափանցիկությունից, այն իշխանությունը, որ ընդհանրապես հաշվետու է հասարակության համար, չէ՞ որ դա բյուջեից դուրս գրված գումարներ են, մենք ձեր անձնական գումարների ֆինանսների հետ գործ չունենք, մենք բյուջեի Մենք քիչ առաջ արձանագրեցինք, որ գաղտնի պահելու հնարավորություն անգամ չկա, որտեղ հակառակը օրենքով սահմանված է պարտադիր պահանջ, որ հանրային ծառայողները իրենց ստացած աշխատավարձի դրան հավասարեցված այլ եկամուտներ, այսինքն պարգևատրոններ, փոխհատուցման գումարներ եւ այլն, որոշ ծախսերի, շահերի, գույքի, ունեցվածքի թանկարժեք իրերի մասին հայտարարներ են ներկայացում։ Խնդրում եմ, թողեք պատասխան։ Հարգելիս, եկեք հարգանքով վերաբերվենք, եթե դուք հարցնում եք ու պատասխանին հարգանքով չեք վերաբերվում, ես երևի ինձ իրավունք վերապայեմ, այլևս չպատասխանեմ։ Ձեր երրորդ, չորրորդ անգամ կրկնվող ես տեղյակ չեմ, ես չեմ զբաղվում այդ հարցերով։ Ես չեմ կարծում, որ դա հույժ գաղտնի է։ Շատ լավ, դուք ֆինանսների փոխնախարարն եք, հրաշալի տիրապետում եք, գուցե հրաշալի, գուցե ոչ հրաշալի, մեր երկրի բյուջեի, երկրի տնտեսության եւ մարդկանց աշխատավարձերի թոշակների մասին ինֆորմացիան հաստատ ավելի լավ գիտեք, քան մենք լրագրողներս։ Դուք շատ այսպես օրինաչափ եք համարում այդ միլիոնավոր պարգևավճարները եւ թոշակառուների աշխատավարձը 10,000 դրամով բարձրացնելը Նիկոլ Փաշինյանը արդյունավետ չէր համարում։ Ենթադրում եմ, որ հանրային ռեսուրսի ծախսերի դրանց առանձին ուղղությունների ու չափերի մասին մի քիչ ավելի շատ տեղեկացված եմ, քան դուք, բայց կոնկրետ դրվագների, կոնկրետ այս դրվագին, որի մասին դուք հարցնում եք, ես ծանոթ չեմ։ Սա մեկ։ Երկրորդը, ինչ վերաբերում է նորմալ եմ վերաբերվում առհասարակ, նախ չափի մասին խնդրում եմ լսեք, հա, վերջին անգամ եմ պատասխանում ու խնդրում եմ լսեք, եթե այլ հարցեր ունենաք, սիրով կպատասխանեմ, եթե չէ գնալու եմ այս պատասխանից հետո։ Ինչ վերաբերում է արդյոք նորմալ է այդ չափով հատուցում տրամադրելը հանրային ծառայողներին, թե ոչ, նախ չափը չեմ մեկնաբանում, որովհետև ես չգիտեմ,
անկեց, չգիտեմ նույնիսկ իմ աշխատողները որքան են ստանում, այդպես հարգանքով են վերաբերում իրենց անձնական տվյալների պաշտպանությանը, դա, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ հանրային ծառայողները պետք է ունենան համարժեք վարձատրություն։ Համարժեքը ձեր պատկերացրած միլիոնները չեն։ Համարժեք այն իմաստով, որ հանրային ծառայությունը լինի գրավիչ, որպեսզի հանրային ծառայողները ուզենան, ցանկանան երկար ժամանակ մնան հանրային ծառայության մեջ, առաջ խաղացում ունենան, իրենց ինստիտուցիոնալ կարողությունները ձևավորեն ու ծառայեցնեն հանրային նշանակության խնդիրների լուծմանը, չունենանք կադրերի արտահոսք, որովհետև այսօր ընդգծված այդ խնդիրը ունենք։ Մասնագետները բոլոր այլ հավասար պայմաններում մասնավոր հատվածում վարձատրվում են անգամներով ավելի բարձր, քան հանրային հատվածում։ Ու շատ հանրային ծառայողներ իրենց ծառայությունը այս պայմաններում շարունակում են, որովհետև ունեն այդպիսի ներքին առաքելություն, ունեն, ինչպես ձևակերպեմ, իրենց կատարած գործին նվիրվածություն, պատասխանատվության բարձր զգացում, բայց բոլորը հասկանում են, որ ինչ որ պահի պետք է որոշակի առումով այդ համարժեքությունը լինի, համարժեքություն կրկին, ի նկատի չունեմ ձեր ասած միլիոնները, ի նկատի ունեմ, որ այնպիսի աշխատավարձ, այնպիսի պայմաններ, որը մասնագետներին կպահի հանրային ծառայությունում եւ արտահոսք չի խրախուսի։ Դուք նկատի ունեք նաև նախարարներին ու փոխնախարարներին, Ես նկատի ունեմ բոլոր Փաշինյանի գալուց հետո շեշտակի բարձրացնել։ Կրկին չեմ մեկնաբանում ձեր գնահատականը, որովհետև տեղեկատվության չեմ տիրապետում, ես ի նկատի ունեմ հանրային ծառայության ինստիտուտը առհասարակ։ Ես եթե այլ հարցեր ունեք, շատ կարևոր նախագիծ էինք քննարկում իդեպ, ինձ թվում էր արդյոք նախընտրական տարում, որովհետև այս տարի է բավականին շատ մեծ թվով պարգևատրումների մասին խոսում։ Փաշինյանը չի փորձում պետական ապարատին կաշառել։ Դուք փորձում եք կորզել քաղաքական կամ ինչ-որ հետաքրքիր այսպես իրարանցում առաջացնող պատասխան չի լինելու այդպիսի պատասխան, որովհետև ես պարզ բան եմ ասում, խնդրում եմ հարգանքով վերաբերեք իմ պատասխանը, եթե ոչ, դե ուրեմն խնդրում եմ արձանագրեք ձեր լսածը, հա, չեմ տիրապետում ես այդ տեղեկատվությանը, հետեւաբար չեմ կարող մեկնաբանել։ Ես ուրիշ բան եմ ասում, ասում եմ նույնիսկ եթե ինչ որ չափով, եթե դուք չեք ասում չափը, պարգևավճար է դրել, արդյոք այս նախընտրական շրջանում կաշառքի նման չի դինում։ Իհարկե ոչ, որովհետև չափն է այստեղ կարևոր, դուք չափը չեք ասում, կամ եթե ասում եք, ես չգիտեմ, դուք ճիշտ եք ասում, թե ճիշտ չեք ասում։ Հետևաբար եկեք այս քննարկումը 3 միլիոնի մասին է խոսում եւ չէ։ Պատգամավորներին հարցրեք, ես որտեղից պետք է իմանամ այս կամ այն պատգամավորը որքան աշխատավարձ է, պարգևատրում է ստացել։ Ընդհանուր երևույթների մասին խոսեցի, ես ներողություն եմ խնդրում։